Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափի նման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մեկը ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն դա դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք ունեցել, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում հետ այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրություններին հետևող ռազմավարությունները բոլոր մեր ուժեղների գործընկերների առանց բացառություն եւ դա նորմալ պրակտիկա, շատ նորմալ պրակտիկա։ Այսինքն երբ որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող է չէ այսպես, իսկ պետությունը նվաստացուցիչ է, թե չէ, որովհետեւ բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ պատերազմը որ կարող է լինել եւ կարող է որ կարող է լարել որովհետեւ երբ կարող է Ադրբեջանը մենք այդ թեմաները մենք չենք նրանք ովքեր դերել են եւ նպատակով են կարողացան իրավիճակը բարել որտեղ նրանք մարիոնետ են նրանք ձեռքերում կարողացան աշխատել չկա։ Եվ մենք աշխատել ենք որ չդարվի եւ չի դարվել։